Այս հոլովակի ընթացքում միասին կծանոթանանք մատնահարդարման առաջնային գործիքներին, իրենց գործածմանը և նշանակությանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ յութուբյան և ինստագրամյան ալիքին մատնահարդարման հետ կապված ավելին իմանալու համար։ Սա մատնահարդարման բոր մեքենա է։ Հաճախ կարող են հանդիպել տարբեր ձևերի և կառուցվածքների, բայց այդ ամենից իր նշանակությունը չի փոխվում։ Այն նախատեսված է եղունգի վրայից նախկին նյութը հեռացնելու, կուտիկուլայի նուրբ և անվտանգ մշակման համար։ Հաճախ նաև օգտագործվում է եղունգի երկարությունը կրճատելու համար։ Այս բոլորը կատարվում են տարբեր ֆրեզաների օգնությամբ, որոնք ընտրվում են ըստ կատարվող աշխատանքի տեսակի։ Ֆրեզաների տեսակներին և նշանակություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ ինստագրամյան էջի գործիքներ բաժնում։ Անցնենք հաջորդին։ Սա LED լամպն է, որը նախատեսված է գելային նյութերի արագ չորացման համար։ Կրկին կարող են հանդիպել տարբեր դիզայնների և հզորությունների։ Ցանկալի է ունենալ 48-ից 54 վատ հզորությամբ։ Իսկ այժմ եկեք հասկանանք, թե ինչ գործիք է հարկավոր կուտիկուլան նուրբ և անվտանգ հեռացնելու համար։ Հաճախ այս գործընթացը կատարվում է մկրատի, կուսաճկայի կամ ֆրեզայի օգնությամբ ըստ մասնագետի ձեռքի հմտության։ Հիմնականում հենց այս տեսակի ֆրեզաների օգնությամբ է կատարվում նրբամաշկի հեռացումը։ Այն թույլ է տալիս կատարել ավելի գրագետ և գեղեցիկ աշխատանք առանց հաճախորդին վնասներ հասցնելու։ Իսկ հաջորդ հոլովակի ընթացքում միասին ավելի մանրամասն կխոսենք ֆրեզաների տեսակների մասին և թե որ ֆրեզաները ինչ տեսակի աշխատանքների համար են նախատեսված և իրենց վրա գտնվող գունավոր գծանշումները ինչ նշանակություն ունեն։ Իսկ այժմ միասին կծանոթանանք մետաղական փուշերի և նարնջափայտիկի հետ, որի օգնությամբ բացում ենք կուտիկուլայի գոտին և թույլ ենք տալիս, որ ֆրեզայով կատարված աշխատանքը լինի ավելի անվտանգ և ճշգրիտ և չվնասենք մեր բնական եղունգի մակերեսը։ Իսկ հիմա անցնենք խարտոցների տեսակներին։ Սա 100-180 գրիտ ունեցող խարտոցներն են, որոնք նույնպես կարող են լինել տարբեր ձևերի և տարբեր տեսակների։